Ամեն ինչ սկսվեց մի հաղորդագրությունից, որ հետո դարձավ 2-ը, հետո 3-ը։ Անդադար նամակներ, որ այս երկու երեխեքը ստանում էին տարբեր սոցհարթակներում ու հեռախոսահամարներին։ Սպառնալիքներ, վիրավորանքներ ու սարսափելի մանրամասներ իրենց կյանքից, որ երբեք ոչ ոքի չէին պատմել։ Այս մարդը գիտեր, թե այդ օրը ինչ էին կերել, ինչ էին հագել, ուր էին գնացել, ում հետ ինչ էին խոսել ու ամեն ինչ։ Մտածում էին, որ միգուցե դպրոցից ինչ-որ մեկն է, խանդում է կամ նախանձում է կամ չգիտեմ, չի սիրում իրանց։ Ինչ-որ պահի կհոգնի ու հանգիստ կթողնի, բայց չէ։ Սև ցուցակում հայտնվելուց հետո նոր հեռախոսահամար էին ձեռք բերում, սոցկայքերում նոր էջեր բացում ու ավելի դաժան ձևով սկսում սպառնալ։ Ամեն ինչ իրականում շատ լուրջ էր, սկսվել էր դեռ 1.5 տարի առաջ ու չնայած որ այդքան ժամանակ էր անցել, ոչ մի նշան չկար, գաղափար չունեին ով կարող էր լինել։ Իսկ սպառնալիքները գնալով ավելի վատն էին դառնում։ Ծնողները խուճապի էին մատնվել, այս երեխեքը էլ չգիտեին ինչ անեին, ոստիկանները օր ու գիշեր աշխատում էին, որ հասկանային, թե ով է այդ ամեն ինչի հետևում կանգնած։ Երբ որ պարզվեց, թե ով էր ուղարկում այս նամակները, զոհերը, ոստիկանները, ընտանիքները, համայնքը ու ընդհանրապես ամբողջ աշխարհը ուղղակի խոսքեր չուներ։ Խոսում ենք Լորեն Լքարի մասին։ Բարի գալուստ Case Closed, որտեղ խոսում ենք մարդասպանների, սեփական մարդասպանների, դաժանության, դատերի ու պարանորմալ երևույթների մասին։ Այս անգամ ոչ մեկ չի մահացել բարեբախտաբար, բայց ամեն դեպքում պատմությունը դաժան է ու կրում է սառական բնույթ ինչ-որտեղ, դրա համար նախատեսված չի զգայուն մարդկանց ու անչափահասների համար։ Միանգամից անցնում ենք առաջ, որովհետև շատ բան ունենք խոսելու։ Լորեն Լքարին ծնվել էր 2007 թվականին ԱՄՆ-ի Միշիգան նահանգի շատ փոքր քաղաքներից մեկում, որ կոչվում է Beale City։ 2023 թվականի տվյալներով այստեղ ապրում էր ընդամենը 312 մարդ։ Համեմատելու համար պատկերացրեք, որ ձեր դպրոցում ավելի շատ աշակերտ կա, քան այս քաղաքում մարդ։ Երևանում ապրում է 1 միլիոնից ավել մարդ ու անգամ այստեղ անընդհատ ամենտեղ հանդիպում ես մարդկանց, ում ճանաչում ես։ Կլինի դպրոցական ընկերներ, կլինի ծանոթ, բարեկամ, չգիտեմ, ձեզնից շատերին տեսել եմ մի քանի անգամ։ Իսկ այս քաղաքում այնքան քիչ էին մարդիկ, որ իրար բոլորն էին ճանաչում։ Լորենի ընտանիքը շատ մտերիմ էր Մքենիների ընտանիքի հետ։ Աղջկա հայրը Շան Լքարին դպրոցական տարիներին լավ ընկերներ ուներ, Ջիլն ու Դեյվիդը, ովքեր ամուսնացան ու ունեցան տղա, որ Լորենի տարիքին էր։ Այս տղան Օվենը ու Լորենը 2020 թվականին սկսում են հանդիպել, երբ 13 տարեկան էին։ Դրա շնորհիվ Ջիլն ու Լորենի մայրը Քենդրան դառնում են շատ մտերիմ ընկերուհիներ։ Լորենը դպրոցում բավականին լավ էր դրսևորում իրան, որովհետև լավ սովորում էր, դասերից հետո անպայման միշտ պարապմունքներ ուներ, սպորտաձևերում առաջատար էր։ Լորենը ավելի ինքնամփոփ էր, ավելի քիչ էր շփվում դասընկերների հետ, բայց միշտ կենտրոնացած էր դասերի վրա ու հիմա արդեն նաև Օվենի։ Օվենը հակառակ դրան շատ ընկերներ ուներ, բոլորը դպրոցում իր ընկերներն էին։ Աղջիկները սովորաբար ավելի շատ են կռվում, ավելի շուտ են նեղանում փոքր բաներից ու բաժանվում խմբերի։ Իսկ տղաները ապրում են ուղեղը անջատած։ Ամերիկայում, խփել չկա։ Կարճ ասած, Լորենը ուներ մի քանի լավ մոտ ընկերներ, իսկ Օվենի ընկերները բոլորն էին։ Բարի, խելացի, տաղանդավոր տղա էր ու հետ ընկերություն անելը ուղղակի հեշտ էր ստացվում։ Դպրոցում իրանց մասին խոսալուց ասում էին, որ բոլորը պիտի իրանցից օրինակ վերցնեն, բոլոր առումներով։ Բնականաբար տարիքով փոքր էին ու նման դեպքերում սովորաբար մի քիչ մեծանում են, կռվում մի թեթև բանից բաժանվում ու ամեն մեկը գնում է իր ճանապարհով, բայց իրանց դեպքում այնքան կատարյալ էր ամեն ինչ, որ բոլորը մտածում էին, որ մեծանալու են, ավարտելու են, ամուսնանալու են, սիրուն խելացի երեխեք են ունենալու ու երջանիկ ապրեն։ Ընտանիքները մոտ էին, բոլորը իրար հանդեպ սիրով ու հարգանքով էին լցված։ Ամեն ինչ հոյակապ էր, մինչև մի օր Լորենը հաղորդագրություն ստացավ անծանոթ համարից։ Գեշես, այնքան գեշես, որ քեզ ոչ մեկ չի սիրում։ Մինչև փորձում էր հասկանալ, թե ով էր, ստացավ երկրորդ հաղորդագրությունը։ Բոլորը գիտեն, որ Օվենը քեզ դավաճանում է։ Հետո երրորդը։ Ավելի լավ կլիներ ինքնասպան լիներ։ Աշխարհը առանց քեզ ավելի լավը կլիներ։ Դպրոցում Քլոյի անունով մի աղջիկ կար, որի ծնողները ամեն տարի Հելովինին խնջույք էին կազմակերպում ու դրան հրավիրված էին բոլորը, այսինքն հատուկ հրավերք չէր արվում ոչ մեկին։ Բոլորը գիտեին, որ այդ օրը այդ ինչ խնջույքը լինելու է այսինչ տեղում, ուրեմն գնալու ենք վերջ։ Լորենը մտածում է, որ եթե իրան չեն հրավիրել, ուրեմն չի գնալու։ Այդ մասը մի քիչ անհասկանալի է, որովհետև եթե բոլորը հրավիրված են, նշանակում է ինքն էլ հրավիրված։ Ու բացի այդ, Օվենը արդեն գիտեր, արդեն որոշել էր, որ գնալու է, իսկ եթե ինքը գնում է, նշանակում է, որ Լորենն էլ է գնում։ Ոչ թե պարտադիր պիտի գնար, այլ եթե Օվենին ինչ-որ տեղ էին հրավիրում, միշտ +1-ով էր, այսինքն միշտ Լորենը հրավիրված էր։ Բայց հա, չգիտես ինչի Լորենը որոշում է, որ չի գնալու, որովհետև նախ Քլոյի հետ այդքան մոտ չէր ու հետո էլ եթե
չի հրավիրել, ուրեմն չի ուզում որ այնտեղ լինի։ Այս հաղորդագրությունները սկսում են գալ խնջույքից 2 շաբաթ առաջ։ Բարև Լորեն, Օրենը բաժանվում է քեզնից։ Ինքը քեզ էլ չի սիրում ու արդեն բավական երկար ժամանակ է այդպես է։ Պարզ երևում է, որ ես եմ իրան դուր գալիս։ Իմ հետ ժպտում է, ծիծաղում է, մազերիս հետ խաղում։ Ասում է, որ Լորենը լավն է, բայց ինքը կարող է Օվենին տալ այն, ինչ ինքը իրոք ուզում է։ Ինչ։ Ուշադրություն չի դարձնում, մտածում է, որ դպրոցից ինչ որ մեկն է, որ հավանում է Օվենին ու ուղղակի խանդում է։ Անտեսում է այս նամակները, բայց չի դադարում, ամեն ինչ գնալով ավելի դաժան է դառնում։ Ասում է, որ Օվենը իրան դավաճանում է ու ինքը այդ տղային ընդհանրապես արժանի էլ չի։ Այս նամակները միաժամանակ գալիս են երկուսին էլ։ Խումբ էր բացվել, որտեղ այդ անծանոթներ Լորենը ու Օվենը։ Խնջույքից հետո ոնց որ ամեն ինչ վերջացավ ու ամեն ինչ նորից նորմալ էր։ Դպրոցական տարին ավարտվեց, ամառն անցավ, սկսվեց նոր ուսումնական տարի ու առաջին 2-3 շաբաթը նորմալ էին, մինչև սեպտեմբերին էլի հայտնվեց այս մարդը։ Ոնց է երջանիկ զույգը, պատրաստվում եք կատարել հարաբերությունների վերջին։ Անընդհատ լսում ենք, որ դուք միասին եք լինելու։ Մեզից ոմանք էլ չեն ուզում դա լսել։ Օվենը ինձ է սիրում, ու ես միշտ լինելու եմ այն աղջիկը, որին սիրում է։ Ինքը կլինի իմ հետ, իսկ դու մենակ կմնաս, այն միայնակ։ Լորենը փորձում էր զանգել այս հեռախոսահամարին, բայց չէին պատասխանում։ Հետո նամակ էր գալիս։ Գրողը տանի լո, չեմ պատասխանելու։ Հետաքրքիր է։ Լորենին կարճ լո ասում էին միայն ամենամոտ ընկերները ու ընտանիքի անդամները։ Ինչը նշանակում է, որ այս մարդը հավանաբար կողքից ուղակի լսել էր, որովհետև եթե մտերի մարդկանցից մեկը լիներ, հեռախոսահամարը հաստատ կունենար։ Ու հետո ինչի պիտի նման բաներ ասեին։ Գաղափար չունեին թե ով է, բայց գիտեին, որ իրանց շատ մոտ է։ Ամեն օր տեսնում է։ Նամակներ էին գալիս Լորենի հագածի մասին, գնահատականների, մազերի, տեսքի, սպորտում գրանցած արդյունքների, ամեն ինչի մասին։ Պատկերացրեք, այս երեխան իր համար հանգիստ ապրում է, անում է այն ինչ մյուսները իր տարիքի, ու հանկարծ մի օր ինչ-որ մեկը սկսում է իրան նամակներ ուղարկել, սկսում է հետևել ամեն քայլին, քննադատել ամեն ինչ ու ասում է, որ լավ կլիներ ինքնասպան լինեիր։ Քննադատում էին ամեն ինչ։ Օրինակի համար հագնում էր լեգինգս, որը տարիքի երեխեքի համար շատ նորմալ է, բայց որ դուրս էր գալիս տնից, սկսում էր հաղորդագրություններ ստանալ, որ չեմ թարգմանի զուտ, որովհետև օգտագործել են ահավոր վուլգար բառապաշար ու չմոռանանք, որ խոսում ենք կանչափահասների մասին, բայց կոնտեքստն էր, որ ոչ մեկին չեն հետաքրքրում քո բարակ ոտքերը։ Լորենը սկսում է ավելի շատ ուշադրություն դարձնել արտաքին տեսքին ու ոչ լավ իմաստով։ Միշտ մաքուր է եղել, կոկիկ, սիրուն հագնված, բայց քանի որ այս մարդը անընդհատ քննադատում էր իր հագածը, տեսքը ու ամեն ինչ, սկսում է կամաց ինքնագնահատականը կորցնել։ Դու ոչ մեկ ես ու քեզից ոչինչ չես ներկայացնում։ Օվենը երբեք վրա չի նայու, հետդ չի խոսա։ Կյանքը այնպես ես փչացրել, որ իր ընտանիքը քեզ ատում է դրա համար։ Ինքը էլ քեզ կյանքում բանի տեղ չի դնի։ Կամ նման մի բան գումարած հայհոյանքներ։ Լորենը գիտեր, որ չկա նման բան։ Օվենն էլ էր նամակներ ստանում ու երկուսով բացում միասին կարդում էին։ Օվենին ասում էր, եթե ընդունես, որ Լորենին ատում ես, կասեմ թե ով եմ։ Օվենն էլ բնականաբար ասում էր, հա, ատում եմ, որ բացահայտեն թե ով էր ու այդ ամեն ինչին վերջ տային, բայց այս մարդը փոխարենը սկրինշոթ ոնց են ասում, էկրանը նկարում էր ու ուղարկում Լորենին, ասում, տես, ճիշտ էի ասում, ես էլ քեզ ապացույց։ Վստահ էին, որ դպրոցից ինչ-որ մեկն էր, որովհետև ամեն օր տեսնում էր իրանց տեսքի կամ Լորենի տեսքի կամ Օվենի հետ կապված ինչ-որ մեկնաբանություններ էր անում ու դրա պատճառով էլ չէին էլ ուզում դպրոց գնային։ Մի օր աղջիկը դպրոցից տուն էր գնում ու ճանապարհին էլի հաղորդագրություն է ստանում, այդպես տխուր կոտրված ինչ որտեղ նաև վախեցած մտնում է տուն։ Հայրը հարցնում է ինչ ա եղել ու այդ առաջին անգամն էր, որ ծնողները լսում են այս հաղորդագրությունների մասին։ Ծնողներն էլ այս երեխեքի նման մտածում են, որ հա կարող է ինչ-որ աղջիկ կա դպրոցից նախանձում է, խանդում է, ուզում է ունենա այն ինչ Լորենը ունի, դրա համար անում է այս ամեն ինչը, բայց իհարկե ժամանակավոր է ու այդքան լուրջ չի։ Մայրը Քենդրան ասում է, ուշադրություն մի դարձրու, դու էլ գիտես, որ շատ սիրուն ես, դու էլ գիտես, որ լավն ես, քո մասին ոչ ոք նման բաներ չի մտածում։ Կհոգնեն ու էլ չեն գրի։ Բայց այդ օրվանից նամակները ավելի գրաֆիկ են դառնում, լինում են սեռական բնույթի, ասում են բաներ, որ այդ տարիքի երեխան չպիտի լսի։ Ու հատկապես, եթե հաշվի առնենք իրանց դպրոցից էր, դպրոցական տարիքի երեխան նման բաներ չպիտի ասի, այդ առավել եւս նորմալ չի։ Այս արդեն չափից դուրս էր ու Օվենը որոշում է, որ ինքն էլ իր ծնողներին պիտի պատմի, թե ամիսներ շարունակ ինչ բովանդակությամբ հաղորդագրություններ էին ստանում։ Հեռախոսը վերցնում են ձեռքից, ինչը բավականին ծանր է տանում, հաշվի առնելով, որ դեռահաս տղա էր ու երբեք հեռախոս չէր ունեցել, առաջին հեռախոսներ ու 1 տարի էլ չկար։
բայց հասկանում էր, որ այդպես ավելի ճիշտ է։ Ծնողները Դեյվն ու Ջիլը վերցնում են հեռախոսը, սկսում կարդալ են բոլոր նամակները, որ ամեն օր ստանում էին, որ հիմնականում լինում էր օրը 5-ից 6-ը, բայց երբեմն միանգամից 30, 40, 50 նամակ էր գալիս։ Գնում են Լորենի ծնողների հետ խոսելու, որոշում են, որ բոլորով միասին պիտի գնան դպրոց, մտնեն տնօրենի մոտ ու ցույց տան նամակները, հասկացնեն, որ իրականում ամեն ինչ շատ լուրջ է, ու չնայած որ ֆիզիկական վնաս չկա, ֆիզիկական սպառնալիքներ չկան, բավական մեծ հոգեբանական ճնշում էր գործադրվում ու ինքը ցանկացած մարդու համար, բայց հատկապես այդ խոցելի տարիքում գտնվող անչափահասների համար կարող է շատ մեծ վտանգ լինել։ Գնում են դպրոց, տնօրենին պատմում են ամեն ինչ ու այս երեխեքին կանչում են հարցաքննելու։ Դպրոցում սկսում են խոսակցություններ տարածվել, Օվենն էլ դասարանի աղջիկներից մի քանիսին պատմել էր ու բոլորով միասին փորձում էին հասկանալ, թե ով կարող էր լինել։ Առաջին կասկածյալը ինչքան էլ որ տարօրինակ է, հենց Լորենն էր։ Դրա մեջ իրականում ինչ-որ տրամաբանություն կար։ Նախ հասկացել էին, որ իրանց խոսակցությունների մասին հաղորդագրություններ գալիս էին միայն այն ժամանակ, երբ Լորենն էլ էր այդտեղ լինում։ Հետո մտածում էին, որ երևի ինքն էր խանդում, որ Օվենը ուրիշ աղջիկների հետ էլ շատ ջերմ ընկերական հարաբերություններ ուներ, հակառակ իրան, որ ավելի ինքնամփոփ էր ու սպորտից ու Օվենից բացի ուրիշ հետաքրքրություններ չուներ։ Դրա պատճառով մտածում են, որ ուշադրություն է ուզում, բայց չգիտի ոնց ստանա։ Կամ մտածում է, որ երբ որ մարդիկ իրար հետ ինչ-որ բարդ ճանապարհ են անցնում, իրար ավելի լավ են սկսում ճանաչել ու ավելի են մտերմանում։ Դրա համար ստեղծել է այս ամեն ինչը, որ Օվենի հետ հաղթահարի ու իրանք ավելի հզոր զույգ դառնան։ Հակառակ ծնողների կարծիքին, ովքեր մտածում էին, որ դպրոցը բավարար ջանքեր չի գործադրել, որ բացահայտեն թե ով էր հաղորդագրությունների հեղինակը, փորձել են անել այն, ինչ հնարավոր էր։ Նախ խոսում են Լորենի Օվենի հետ ու չգիտեմ այդ խոսակցությունը ոնց է ընթացել, բայց գիտեմ, որ դրանից հետո արդեն վստահ էին, որ իրանք կապ չունեն ու ինչ որ մեկը կա ուրիշ։ Տնօրենը Լորենին ասում է, որ հենց որ նամակ ստանա, միանգամից իրան տեղեկացնի, որ այդ պահին տեսախցիկները ստուգի, որ գոնե կասկածյալների թիվը ավելի նեղացնեն։ Դպրոցում 700-ից ավել աշակերտ կար, որովհետև գալիս էին նաև մոտակա քաղաքներից։ Բայց հենց որ ինչ-որ մեկին սկսում էին մի քիչ կասկածել, հարցաքննում էին ու հանգում նույն եզրակացությանը։ Այս երեխեքը ոչ մի բանից տեղյակ չեն։ Ամեն ինչ անում էին։ Ջիլն ու Քենդրան ամեն օր դպրոցում էին, փորձում էին հասկանալ ինչ է կատարվում, ուզում էին բացահայտեին կամ գոնե դադարեցնեին այս ամեն ինչը, բայց ոչ մի առաջընթաց չկար։ Այս ընթացքում Լորենն ու Օվենը սկսում են շատ կռվել, որովհետև օրինակ եթե Օվենը գալիս ասում էր, գիտես այսօր չեմ կարող հանդիպել դասերից հետո, որովհետև տեղ ունեմ գնալու։ Անցնում էր որոշ ժամանակ, Լորենը նամակ էր ստանում, որտեղ այս մարդը ասում էր, այսօր ես ու Օվենը գնալու ենք հյուրանոց, ու այնտեղ ենք մնալու գիշերը, ինքը քեզ դավաճանելու է ու նման բաներ։ Լորենը սկսում է չհավատալ, սկսում է կասկածել, չնայած որ Օվենը իրոք չգիտեր այս մարդը ով էր ու ընկերուհուն դավաճանելու պլաններ ընդհանրապես չուներ։ Ինչ որ պահի այս ամեն ինչը անտանելի է դառնում ու մի օր երբ որ խոսում էին տեսազանգով, Օվենը Լորենին ասում է, որ ավելի լավ բաժանվեն, որովհետև եթե վստահություն չկար, իմաստ չկար միասին լինելու։ Մտածում եմ, որ դրանից հետո նամակները կդադարեն, որովհետև ըստ դրանց բովանդակության նպատակը մեկն էր։ Իհարկե բարդ էր, որովհետև 2 տարի միասին էին եղել, առաջին սերն էր, տարիքով փոքր էին ու հեշտ չէր, բայց հասկանում էին, որ ուրիշ տարբերակ չկար։ Հույսերը չարդարացան։ Բաժանումից հետո նամակները սկսեցին ավելի ագրեսիվ ու տհաճ դառնալ։ Տեսար, որ ասում էի, մենք հաղթեցինք, Օվենը զզվում է քեզնից, ատում է քեզ, գնա մեռի, իր կյանքը ավելի լավը կլիներ, եթե դու մեռած լինեիր։ Ասում էր, որ եթե ինքնասպան չլինի, իրանք կսպանեն։ Դրանից հետո ծնողները տեսնում են, որ անընդհատ սպառնալիքներ են արտահայտում ու հասկանում են, որ գիտենք, որ վատ է, բայց ոչ էս աստիճան, ու որոշում են դիմել ոստիկանություն։ Գալիս է հետախույզ Մայք Մեյնը, խոսում է Օվենի, Լորենի ու ծնողների հետ, ամեն ինչ պատմում են ու սկսում են աշխատանքներ տարվել։ Այս մարդը շաբաթական 1-2 անգամ գալիս էր դպրոց, հետները խոսում էր, փորձում էր ավելի շատ մանրամասներ իմանալ, ինչ որ կապեր, ինչ որ թելեր գտնել այդ պատմության մեջ, բայց ոչ մի հուշում չկար։ Բացվում է բասկետբոլի սեզոնը, ինչը նշանակում է, որ անդադ խաղեր են ունենում համայնքի, նահանգի, հետո նաև երկրի մասշտաբով։ Լորենը լինելով դպրոցի լավագույն մարզիկներից մեկը բնականաբար թիմի կազմում էր, բայց այդ օրը այնպես աստացվում, որ ոչ մի միավոր չի ստանում։ Դրանից հետո բնականաբար նամակներ են գալիս։ Խաղալ չգիտես, ում ես պետք։ Ժամանակն է, որ վնասված կստանաս ու էլ քեզ չկոտորես։ Ասում է, որ ինքը ստացել է 12 միավոր, իսկ Լորենը 0։ Քենդրան Լորենի մայրը դպրոցում կամավոր էր ազատ ժամանակ։ Նստում էր ու հաշվում միավորները։ Ստուգում, որ ճիշտ լինի խաղերի արդյունքները, ինչը նշանակում է, որ միավորների ցուցակը ուներ։ Նորից ստուգում են ու տեսնում, որ միակ մարդը, որ այդ օրը 12 միավոր էր հավաքել, Քլոյի Ուիլսոն անունով մի աղջիկ էր։ Այն նույն աղջիկով կազմակերպել էր Հելոուինի խնջույքը ու իրանց ասելով Օվենին կանչել էր, բայց
ոչ Լորենին։ Հենց այդ ժամանակ էլ այս հաղորդագրությունները սկսվել էին։ Այս աղջիկը Օվենի հետ շատ մոտ էր։ Բոլորը գիտեին, որ ուղղակի ընկերներ չէին, բայց երբ որ սկսեց հանդիպել Լորենի հետ, բնականաբար իրան տեսնում էր ուղղակի որպես լավ ընկեր։ Քլոին Լորենին ինչ-որ բան էր ասել կամ կոպիտ էր խոսել հետը հստակ չգիտենք, բայց գիտենք, որ դրա պատճառով ընկերներ չէին։ Իրանք մտերիմ չէին, իրար հետ կապ չունեին, կարելի է ասել, չնայած որ երկուսի ամենամտերիմ մարդկանցից մեկը նույն մարդն էր, Օվենը։ Հաջորդ օրը գնում են դպրոց, մտնում տնօրենի մոտ, ցույց տալիս հաղորդագրությունը ու նախորդ օրվա բասկետբոլի խաղի արդյունքները։ Այս մարդը ասում է, որ չի զարմանում, որովհետև այդ աղջկա մասին բողոքներ նախկինում էլի են եղել։ Կոպիտ խոսելու, ծաղրելու, նեղացնելու ու նման պատճառներով շատ անգամներ հայտնվել էր տնօրինության ուշադրության կենտրոնում։ Քլոյին ու հետո նաև մոտ ընկերուհիներին, Մեյսիին ու Սոֆիին կանչում են հարցաքննության ու երեքն էլ ասում են, որ իրանք ոչ մի կապ չունեն, բացարձակապես ինչ եք մեզ խառնում, մենք չգիտենք ինչ ա կատարվում։ Ընկերուհիները ասում են, որ քանի որ Քլոյի հայրը ոստիկան էր, ինքը երբեք չէր համարձակվի նման բանաներ, որովհետև կմտածեր, որ բռնվելու է։ Մինչդեռ Լորենի ծնողները մտածում էին, որ հենց այդ նույն պատճառով, քանի որ հայրը ոստիկան է, այդ ամեն ինչից չորա դուրս գալու, եթե ինքնամեղավոր։ Բոլորս աղջկան էին մատնացույց անում ու ամեն ինչ իրա դեմ էր, բայց շարունակում էր պնդել, որ ինքը ոչ մի բանից տեղյակ չի, ոչ մի բանի հետ կապ չունի։ Միակ մարդիկ, ովքեր հավատում էին իրան, իր ծնողներն էին։ Ծնողները հավատում են ու առաջարկում, որ հեռախոսը հանձնի ոստիկաններին, իր նկարներով, նամակներով, ամեն ինչով հանդերձ։ Դեմ չէր, հեռախոսը հանձնում է, ստուգում են ու ոչ մի բան չեն գտնում։ Հաջորդ օրը նորից նամակ են ստանում, որտեղ ասվում է, որ հեռախոսը ձեռքից վերցրին, ստուգեցին, բայց ոչ մի բան չգտան։ Բայց կասկածյալների ցուցակից ամեն դեպքում հանում են, որովհետև նախ ոչինչ չէին գտել, հետո էլ ինչի պիտի ինքն իրեն մատներ։ Նամակները ավելի վատն են դառնում, ասում են, որ Լորենը ոչնչություն է, անգամ այն օդը, որ շնչում է, ափսոս է, ուզում են, որ մեռնի։ Սեռական բնույթի այնպիսի արտահայտություններ են անում Օվենի մասին, որ անգամ ոստիկանները, որ հասուն տղամարդիկ էին, իրանց վատ են զգում։ Ձմեռային արձակուրդ ունեին կարճ, նոր տարի էին նշում ու Լորենն ու Օվենը հանկարծ նորից նամակ են ստանում, բայց այս անգամ ոչ թե տեքստեր, այլ նկար։ Չեն նկատել թե ով է նկարել, բայց հաստատ գիտեին, որ այդ մարդը իրանց տանն է եղել։ Իսկ այդ օրերին շատ հյուրեր են ունեցել, հարևաններ, բարեկամներ, իրանց մտերիմ մարդիկ, ու քանի որ գիտեին, որ բացի նրանից, որ իրանց տանն է եղել, նաև նույն դպրոցն է գնում, երկրորդ կասկածյալը դառնում է Ադրիանան, Օվենի զարմուհին։ Ադրիանան նույն դպրոցում էր սովորում, շատ ընկերներ չուներ ու ընդհանրապես աշխատում էր աչքի չընկնել։ Վոլեյբոլ էր խաղում ու չնայած որ Քլոյի, Մեյսիի ու Սոֆիի հետ նույն թիմում էր, երբեք մոտ չեն եղել։ Հակառակը աշխատում էին իրարից հեռու մնային, որովհետև այս աղջիկները նեղացնում էին իրան։ Ասում էր, որ մի անգամ Քլոյին իր վրա գազարներ ա նետել, ինչ աղջիկները հերքում են ու ասում, որ երբեք նման բան չէին անի։ Աջանա նման բան է ասում, որ բոլորը իրանց մասին վատը մտածեն։ Ամեն ինչ ոնց որ տեղն է ընկնում։ Այս ամեն ինչը պլանավորել էր, որ Քլոյից վրեժ լուծեր։ Այդպես էին մտածում։ Աջանային կանչում են, հարցաքննում ու դպրոցում բոլորը սկսում են մտածել, որ ինքն է։ Այս աղջիկն էլ որ միշտ լուռ էր, երբեք աչքի չէր ընկել ոչ մի բանով, երբեք ոչ մեկի չէր խանգարել ու չէր անհանգստացրել, բայց հիմա մեկ ակնթարթում դարձավ բոլորի աչքի գրողը։ Երդվում է, որ ինքը ոչ մի կապ չունի, բայց բացի իրա ու Օվենի ծնողներից ոչ ոք չի հավատում։ Մի օր նստած էր ու հանկարծ ինքն էլ նամակ ստանում այս անծանոթ համարից։ Բարև Աջրանա, Օվենը քո օգնության կարիքն ունի։ Մենք պիտի այնպես անենք, որ ազատվի Լոյից։ Օվենի ծնողներին ասա, որ դու էլ ես ատում Լոյին։ Սա կարելի ասել ապացուցեց, որ ինքը կապ չուներ ու իր հոգեվիճակից էլ ամեն ինչ պարզ էր, բայց փաստը մնում է փաստ, որ հիմա եկել կանգնել ենք էլիզրոյական կետի ու ոչ մի պատասխան չունենք։ Արել էին հնարավոր ամեն բան։ Պտտվում էին ու էլի գալիս կանգնում նույն կետին։ Չկա կասկածյալ, չկա հետք, չկա արդյունք։ Ոստիկանները իհարկե կարող էին ստուգել ու տեսնել, թե այդ համարը հեռախոսի համարում էր պատկանում, բայց եթե չգիտեք, կա ծրագիր, որ օգնում է ձեզ քողարկել ձեր հեռախոսահամարը։ Իրանք ունեն հեռախոսահամարներ, որ պատկանում են, օրինակ, չգիտեմ, Յուկոմին, բայց դեռ վաճառված չեն ու իրանք այս հեռախոսահամարները տրամադրում են մարդկանց, ովքեր փորձում են իրանց ունեցածը թաքցնեն։ Այսինքն դա էլ չօգնեց ու Մայք Մեյնը մի քանի ամիս այս գործի վրա աշխատելուց հետո հասկանում է, որ եթե մի քիչ էլ շարունակվի այս ամեն ինչը, հնարավոր է, որ այս երեխաքը չդիմանան, որովհետև Լորենը պատասխանում էր այդ նամակներին, ասում էր՝ «Հա, դու ճիշտ ես»։ Օվենն էլ պատասխանում ասում էր՝ «Դու հասկանում ես, որ ինձ քիչ ամնում ինքնասպանության հասցնես»։ Դիմում է FBI հետաքննությունների դաշնային բյուրո, այդտեղից թիմին միանում է Բրեդլի Փիթերը։ Այս մարդը նախ վերցնում է Օվենի հեռախոսը, ստուգում ու հաստատում, որ իրոք այդ գրողի հետ ոչ մի կապ չունի։ Հետո վերցնում է այն բոլոր հեռախոսահամարները, որոնցից այդքան ժամանակ հաղորդագրություններ էին ստացել ու հաստատում, որ այդ համարներից առնվազն մեկը ձեռք էին բերել
հեռախոսահամարները քողարկող ծրագրի միջոցով։ Դիմում է ծրագրի աջակցման բաժին, որտեղից տրամադրում են ավելի շատ տվյալներ։ Պարզվում է, որ այս համարը պատկանում է Verizon-ին։ Verizon-ը ամերիկյան Yukon-ն է։ Այդտեղից իրան արդեն տրամադրում են IP հասցե, մի քանի տարբեր հեռախոսահամարներ նույն հասցեով։ Ինչպես տները ունեն փոստային դասիչ, այդպես էլ սարքերը ունեն թվային հասցե։ Քանի որ Verizon-ը արդեն տրամադրել էր այդ հասցեն, մնում էր միայն իմանալ, թե նույն սարքով ուրիշ ինչ համար էին օգտագործել։ Bradley-ն դիմում է Jill-ին ու խնդրում, որ տրամադրի են բոլոր մարդկանց հեռախոսահամարներում, թեկուզ մի քիչ կասկածում է։ Jill-ն ու Owen-ը միասին տրամադրում են իրենց ունեցած բոլոր կոնտակտները ու այս մարդը սկսում է հերթով ստուգել։ Սա իրականում շատ լավ գաղափար էր, որովհետև բոլոր այն հեռախոսահամարները, որոնցից այսքան ժամանակ ստացել էին հաղորդագրություններ, բոլորը ստուգելուց հայտնվում էր մեկ անուն։ Մինչև ասեմ, թե ով էր այս մարդը, ուզում եմ հիշեցնել, որ նամակները սկսել են ուղարկել, երբ Լորենը ու Օվենը դեռ 13 տարեկան էր։ Օգտագործում էին աշխարհի տակի հայհոյանքները, քննարկում էին, թե Օվենի սեռական օրգանները ում են պատկանում։ Լորենին դրդում էին ինքնասպանության ու ասում, որ եթե ինքը իրան չսպանի, ինչ որ մեկը կանի։ Okay, հիշեցինք։ Անունը, որ անդադ հայտնվում էր էկրանին, Kendra Lekarin էր։ Լորենի մաման։ Մարդիկ չէին հավատում, իրոք չէին հավատում։ Մտածում էին ոնց կարա մայրը իր սեփական աղջկան այդքան տևական ժամանակ այդ աստիճան տրավմա հասցնի։ Ու միաժամանակ նաև այդքան հոգատար մայր լինի։ Դետեկտիվները գնում են Լքարիների տուն։ Դիմավորում է Kendra-ն։ Շանը ամուսինը տանը չէր, իսկ Լորենին խնդրում են դրսում սպասել, մինչև մոր հետ կխոսեն։ Ներկայացնում են իրավիճակը, պատմում են, թե ինչ են գտել, Kendra-ն սկզբում զարմանում է, հետո սկսում արդարանալ։ Ոստիկաններից մեկը հարցնում է, որն էր պատճառը, միգուցե հրապուրված էր Օվենով, որովհետև նման դեպքերը շատ են։ Հերքում է, սկսում է լացել, ասում է, որ չի հասկացել ինչ է արել, հետո արդեն չգիտեր ոնց այդ ամեն ինչին ուղղակի վերջ տար։ Լորենին կանչում են ներս, ասում են, թե ինչ է կատարվում ու ռեակցիա չի տալիս։ Բայց հետո ասում է, որ շոկի մեջ էր, հետո տխրեց, հետո բարկացավ, հետո ուղղակի փորձում էր հասկանալ ինչ է կատարվում։ Բոլորը ինչքան էլ որ ապշած էին, ինչ որտեղ նաև ուրախ էին, որովհետև արդեն գիտեին ով արել ու այդ ամեն ինչը վերջապես կավարտվեր։ Շանին զանգում տուն են կանչում, երբ որ գալիս է, պարզում է, որ կինը ոչ միայն իրան, իր երեխուն ու մյուսներին այդ աստիճան տրավմա է հասցրել, այլ նաև բավական երկար ժամանակ աշխատանք չի ունեցել։ Kendra-ն հագնվում, պատրաստվում ու գնում էր աշխատանքի, բայց երբ որ բոլորը տնից գնում էին, ինքը հետ էր գալիս, որովհետև աշխատանքից ազատվել էր ու ոչ մեկի չէր ասել։ Քանի որ առևտրով ու Լորենի բոլոր հարցերով ինքն էր զբաղվում, Շանի աշխատած գումարի մեծ մասը իր մոտ էր լինում։ Աշխատանքը կորցնելուց հետո ընտանիքի ֆինանսական վիճակը բավականին ծանրացել էր։ Այդ մեկ տարվա ընթացքում 4 անգամ տեղափոխվել էին, որովհետև չէին կարողանում վարձմուծել, չնայած որ Շանը ամեն օր աշխատում էր։ Kendra Lekarin դատապարտվեց 18 ամսվա ազատազրկման ու բանտից դուրս եկավ 2024 թվականի օգոստոսին։ Ամբողջ ընթացքում աղջկա հետ կապի մեջ ա եղել հեռախոսով, նամակագրությամբ, բայց տեսակցությունները արգելված են եղել։ Լորենը հիմա ապրում է հոր հետ, իսկ մոր հետ տեսակցությունները դեռ արգելված են։ Լորենը ասում է, որ մորը ներել է, ճիշտ է, չի հասկանում ինչի է նման բան արել, չի հասկանում ինչի էր ուզում, որ ինքը մահանար, ինքնասպանություն գործեր, բայց ամեն դեպքում ասում է, որ ինչ որ բան պակաս է, որ մայրը չկա իր կյանքում ու հույս ունի մի օր այդ ամեն ինչը էլի կվերականգնվի։ Այսօրվա համար այսքանը, հաջորդ շաբաթ երևի կկարդանք ձեր պատմությունները, 4 մասը կլինի սարսափ պատմությունների, իսկ եթե ունեք ուրիշ առաջարկներ, նորից թողնում եք մեկնաբանություններում։ Շնորհակալություն, որ մնացիք մինչև վերջ, կհանդիպենք շուտով։ Bye bye։